Ինչպես ենք մենք մարդկանց առջև վկայում, կամ ինչպես ենք ընդհանրապես խոստովանում։ Մենք Քրիստոսին խոստովանում ենք նախ մեր սրտի մեջ, մեր հոգու մեջ, վկայում ենք Աստծո, հավատում ենք Տիրոջ։ Եվ այստեղից սկսում է մարդու խոստովանական կամ վկայական կյանքը։ Այս անկեղծ հավատքից է սկսում, երբ որ մարդ ասում է Սուրբ Գրիգոր Տաթևացի, երբ որ դու քո սրտի մեջ խոստովանում ես Քրիստոսին, քո սիրտը, միտքը, հոգին ամբողջովին փոխվում, զարթոնք ապրում, սիրով ալացվում։ Այնուհետև գալիս է բերանի խոստովանություն կամ բերանի վկայություն, երբ որ իրապես քո մեջ ամեն ինչ փոխվել է, եւ ամենակարևորը, երբ որ մարդկանց մեջ էլ դու նոր արարած ես դարձել։ Քրիստոնյան ինչ է, նոր այր։ Նոր այր նշանակում է նոր մարդ։ Այն ժամանակ քո բերանի խոստովանությունը քո բնականը լինում։ Բերանիդ վկայությունը քո սրտի խոստովանության թարգմանն է, քո հոգու պարզաբանումն է, շատ բնական է, գեղեցիկ է։ Եվ վերջո վկայում են, ինչպես նահատակները, մարտիրոսները արյամբ են վկայում, եթե պետք լինի Քրիստոսին։ Ուրեմն այս հերթականությունը շատ կարևոր է։ Նախ եւ առաջ մենք մեր կյանքով պիտի վկայենք մարդկանց առջև։ Ընդհանրապես հասարակ քրիստոնյա հավատացյալ մարդը 99% պիտի կյանքով վկայի։ 1% խոսքով։ Որտեւ երբեմն մարդիկ ասում են, բայց իրենց կյանքը չի համապատասխանում իրենց խոսքին եւ դա խոսքը անհանդիմանություն է։ Բայց երբ որ մարդը ապրում է այդ կյանքը, մի խոսքն էլ ազդեցիկ է լինում։ Պողոս առաքյալն ասում է, երբ որ մի անգամ էլ գամ Կորինթացիներին ողաս նամակում, ոչ թե ճարտար խոսքեր պիտի ասեմ, այլ Սուրբ Հոգու համոզիչ զորությամբ պիտի խոսեմ։ Քրիստոնեական կյանքով ապրած քրիստոնյայի խոսքը Սուրբ Հոգու համոզիչ զորություն ասում է եւ ազդում է։ Այսինքն, երբ որ մենք ապրում ենք կյանքը եւ նաեւ դրա համար էլ նաեւ մենակ ապրելը չի, ճիշտ ասած, ասելու համար պետք է իմաստություն եւ իշխանություն։ Այսինքն ամեն խոսք չէ, որ ամեն տեղ կարող ես ասել։ Եվ ամեն խոսք չէ, որ ամեն կերպ կարող ես ասել։ Նախ եւ առաջ սիրուց պետք է բխածնի այդ խոսքը։ Եվ տեղին պետք է լինի։ Մեր Տեր Հիսուս Քրիստոս ավետարանում առաքյալներին ինչ ասում է, ձեզ որսորդներ պիտի դարձնի։ Աստծո խոսքի որսորդներ։ Որսորդը ինչպես է որսանում, դարանում նստում է, սպասում է ինքան, մինչև իր որսը մոտիկ գա, համապատասխան թակարդն է լարում իր որսի համար։ Ու երկար մշակելուց հետո, սպասելուց հետո նոր կարողանում է որս անել։ Ճիշտ այդպես էլ մենք Աստծո խոսքի որսը պետք է անենք, որսորդներ ենք մենք Աստծո խոսքի։ Պետք է այդ որսորդության արվեստին տիրապետենք։ Պետք է մենք տիրապետենք, սիրոց անենք, սպասենք ժամանակը տեղին լինի, հա։ Հավատացյալ քրիստոնյաները ավելի շատ իրենց կյանքով պետք է վկայեն։ Նոր եթե պետք լինի խոսքով, իսկ հոգևորականը վարդապետը նա ամբողջ օրը պետք է խոսի, պիտի ասի, ինչպես Պողոս առաքյալը Տիմոթեոսին, որ եպիսկոպոս էր, ասում է. խրատիր, հանդիմանիր, առաջնորդիր, տեղի լինի թե անտեղի։ Պողոս առաքյալը ասում է անտեղի խրատիր։ Այո, լավ կլինի, որ հոգևորականը շատ խրատի, շատ ասի, շատ, որովհետև այդ խրատն ասելը միայն բարի հոգուց սրտից բխած։ Երբեմն մենք ծնողներին մենք չենք հասկանում, որ տեղի անտեղի վրա մեզ վրա խոսում են, չէ՞։ Բայց հասկանանք, որ այդ սիրուց է բխում։ Տեղի են խոսում, որտեղ տեսել են, անտեղի են խոսում, որտեղ չեն տեսել։ Եվ վախենում են, որ առանց տեսնելու այդ սխալը կգործենք մենք։ Այսինքն ծնողի սրտից սիրուց բխած տեղի անտեղի խոսքը մեզ օգտակար է։ Մենք սիրով պետք է լսենք, որտեղ սիրուց է բխում։
կարծեմ թե կարող է գիտակցված չի, կարող է հասկացված չի ծնողի խոսքը, բայց սիրուց է։ Համար Պողոս Արաքյալն ասում է եպիսկոպոսին, տեղը լինի, անտեղը լինի, խոսը, ասա, թող այդ մարդիկ անդադ լսեն խոսքը, Աստծո խոսքը, թող իրենց ականջին հնչի։ Քո ներկայությունը, քո խոսքի ազդեցությունը իրենց բավարար է, որ մեղքից հետ լինի։ Շատ, բայց երբ որ դադարում է Աստծո խոսքը քարոզվել, իհարկե կենդանի Աստծո խոսքը քարոզվել, մարդը ակամա հեռանում Աստծուց։ Ոնց որ լույս է դա, երբ որ լույսը այլևս չի ծագում, չի ճառագում, ուրեմն մարդիկ հայտնվում են խավարի մեջ։ Ուրեմն Աստծո խոսքը, կենդանի Աստծո խոսքը միշտ պիտի քարոզվի, միշտ պիտի ասվի, որովհետև այդ լույսը այդ խոսքը լուսավորում է մարդկանց ճանապարհը։ Մարդիկ անգիտակից խավարի մեջ են։ Եթե Աստծո խոսքը լսում են, գիտակցված են լինում եւ դեպի լույսն են գնում։ Ամեն։